Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ է։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին։ Նախընտրական շրջանում գտնվող համայնքում է աջակցությունը բաժանել տնօրենը։ Ասում է հրաժարվել չէր կարող, իր խղճի եւ մտքի բարձր զգացումով է առաջնորդվել ու համաձայնել բաժանել օգնությունը։ Մեզ հետ զրուցել չցանկացավ, ասաց թույլ տվեք օգտվել իմ հրաժարվելու իրավունքից։ Դասի էր, հետո մարզպետարաններ շտապելու։ Այցը կապ ունի արդյոք օգնություն բաժանելու թեմայի հետ։ Նորից օգտվեց պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից։ Գեղակերտի բնակիչներից Սիրանը նախորդ տարի է ստացել կադրերում երևացող տոպրակների օգնությունը։ 5 երեխա, 4 թոռ ունի։ Նրանցից մեկին էր հասել աջակցությունը։ Սնունդն տարբեր սնունդներ էր։ Շաքարավազեր, պեսոկ, բաներ, յուղեր, վերմիշիլ, տես բաներ էլի։ Քաղցրալ մենիկներ կար մեջ են։ Համայնքապետարանի բակում կանգնած բնակիչներից մեկը, որ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին մասնակցելու համար էր եկել, ասաց, որ դպրոցի տնօրենը նման նախագծերով հաճախ է հանդես գալիս։ Միշտ էլ օգտել է, այդի քաների իշ դպրոցի տնօրենը էլ միշտ էլ օգտել է։ Ոտնես չի օրենքից ինքներին բաները։ Միշտ օգնել է։ Իմ հարևանների տարելա անապահովեին տարավ մի քիչ հեռու բայ, տարավ զատիկ մանգատունն անապահովեին։ Սաղին էլ օգտել է, միշտ օգտել է, նես որ էդի չի վերաբերում ընտրությանից, 1000 միլիոն տոկոս ասում որ չի վերաբերում։ Բնակավայրի նախկին գյուղապետն ասում է, առաջին անգամ է աջակցության մասին լսում, երբևէ չի իմացել, անտեղյակ միայն նա չէր։ Հետո թե օգնությունը տավ ասել բադա։ Դեպի սուտ է, ես բան շատ չեմ լսի։ Երբևէ չի բաց։ Դու ինչ Երբևէ բաժանելու։ Ոչ, ես չեմ լսել ու չեմ էտիս որ հանգարց օգնություն վերեմ բաժանեմ։ Ինչ արդյունք ունեն տվել, որ տեղակ չմոտ շոկավոտ եմ։ Ասում են միշտ ինքը օգնություն է բաժանում գյուղացիներին։ Նախընտրական փուլում գտնվող Գեղակերտում եւս այդ աջակցության մասին անտեղյակ էին։ Համայնքի ղեկավարի տեղակալից հաջողվեց պարզել միայն, որ ղեկավարն արձակուրդում է։ Վաղաշաբաթի ավականու նախընտրական փուլից մինչև ավարտը արձակուրդում է լինելու։ Ակտիվ մասնակցում է ՔՊԱ-ական թեկնածուի քարոզարշավին։ Փոխարենը համայնքապետարանից տեղյակ չէին, համայնքում ով է աջակցություն բաժանում, ովքեր են ներառված շահառուների խմբում, ինչու են նախընտրական փուլում գտնվող բնակավայրում որևէ մեկի տանը աջակցություն բաժանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանն է, Վաղաշաբաթի ավականու ՔՊԱ-ական թեկնածու Արգիշտ Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։ Երեքն էլ արձակուրդում են։ Նրանք ովքեր աշխատում են չեն կարող առանց արձակուրդի քարոզարշավի մեջ լինել։ Խոսելով դպրոցի տնօրենի աջակցության մասին Խուդատյանն ասաց, որ տեղյակ չէ, քննություն կանցկացվի պարզելու հանգամանքները։ Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որ կանանց, երիտասարդների եւ կրթություն հզորացման ՀԿ-ից է, ասում է տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր են կատարում Խոյ համայնքում կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Այնպիսի ծրագրեր, որոնց մասին համայնքապետարանը տեղյակ չէ, բայց կան քաղաքացիներ, որոնք օգտվել են։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։